կարծիքով Երևանում խցանումները կապ ունեն անկանոն շինթույլտվությունների հետ։ Իսկ թվում չէ։ Իսկ ո՞րն է պատճառը խցանումների, ինչ է կարծում։ Չգիտեմ։ Ես քաղաքացիության հետ կապ չունեմ, խնդրում եմ ուրիշի դիմեք։ Դժվար է այդ հարցին պատասխանել, որտեղ չես իմանում ինչա, ոնց է, ոչ մի բան չես կարող իմանալ։ Չեմ կարող պատասխանել։ Շինությունը կապ չունի ինձ թվում է բանի հետ, խցանումների հետ։ Իսկ ի՞նչն է պատճառը խցանումների։ Խցան մեքենաները շատ են, շատացել են, անթիվ մեքենա է շատացել, հազարավոր ասում են հաշվի, բան, հազարավոր մեքենա շատացել է։ Դրա համար է խցանումը, Երևանն այնքան մեծ քաղաք չի, որ կարողանան բան անել։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Ոյ, չգիտեմ, ես կներեք, բայց չեմ կարող պատասխանել։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Շինթույլտվությունները կարծում եմ մասնակի այո։ Ինչ որտեղ այո, եթե փողոցների ինչ որ որը երթևեկությանը կարող է խանգարել, հնարավոր է նման բան։ Իսկ ո՞րն է խցանումների հիմնական պատճառը ցես։ Ինչո՞րն է խցանումները։ Շատ են պատճառները, բայց օրինակ վերջերս այդտեղ ոնց որ ավելի խցանումների նպաստեին, օրինակ Ամիրյանի ձախ փակելը մեքենաների համար խորենացին։ Մաշտոտ ավելի վատացավ, խցանումները ավելի շատացան։ Փոփոխությունները երթևեկության ինչ որ խելացի չեն արվում, էլ երևի մասնագետները ճիշտ չեն ընտրված այդ հարցում։ Չէ, Ինչի հետ կապված խցանումները ձեր կարծիքով։ Ինչ մեքենաներն են շատել, ուրիշ ինչ կարծես։ Չէ, ուրիշ ես բան չեմ գտնում։ Այդ որ բանը Ղարաբաղից մի 30,000 մեքենա մենակ ընդեղից եկավ, ստեղից վերջեկս 11,000 մեքենա նոր հաշվեք տեսեք։ Իսկ բանում որ գնում ես արտասահման, օրինակ Հռոմը բանում այսքան մեքենա սենց չկա, դաժե երկարը չկա, փոքրներ այնտեղ բանը ինչ են ասում, հատնել մտնել համար նեղա, դրա համար են փոքր մեքենաներն է սա, այսքան երկար մեքենա նրանց մոտ չկա դեռ Հռոմում։